Ժողովուրդ ջան, այսօր լսեցի նորից մեր երիտասարդ պատգամավոր Ուժեղ Հայաստան խմբակցության երևի ղեկավար Նարեկ Կարապետյանին և հույս ունեմ, որ Հայաստանը մեծ առաջընթաց է ապրելու։ Ուրեմն, ոնց ասած մարդը խոսեց, ոնց որ դոկտորական դիսերտացիա էր պաշտպանում, խոսեց Ադրբեջանի մասին, որ Ադրբեջանի պետությունը զարգացած չի, դե ոչ մի բան ընդհանրապես չկա նավթից և գազից, ու փաստերով ապացուցեց, որ նավթ ու գազը անկում են ապրում արդեն աշխարհում և Ադրբեջանում, և Ադրբեջանը շուտով կսննկանա։ Ու փաստեր բերեց, թվեր բերեց, բան դեզդեն, դե մարդը համալսարան ավարտած, բան, все-таки международные отношения, բան, Շվեյցարիայում ավարտած, ես ուզում եմ հավատամ այդ ամեն ինչին, բայց սենց ու շատ դիր սպասում եմ տենամ մենք ինչով ենք առաջ ընկնելու Ադրբեջանից, որ Նարեկը տենց վստահ ասում է, էլի։ Միայն մի բան ասեց, որ մենք Ադրբեջանը կթուլանա, իսկ մենք առաջ կընկնենք շատ Ադրբեջանից, մտածում եմ, ես ինչ դե ասի, ժամանակին չի ասում, անկապ բաներ ասում, ինձ դրանք հետաքրքիր չեն, ինձ հետաքրքիր էր, թե Հայաստանը ինչով պետք է առաջ ընկնի, իրանց տեսլականով էլի, ասում մեզ ունենք, շատեր լսեք, մեզ ունենք սփյուռք և օգտագործելու ենք սփյուռքի ոնց ասեց, տես մի բան ասեց, մի խոսքով սփյուռքի պոտենցիալն ենք օգտագործելու և գերհզոր պետություն ենք դառնալու։ Հիմա 20 տարում ավելի շուտ կարելի ասած ոչ թե 20, այլ 28 տարվա մեջ մեր իշխանությունները սփյուռքում ինչ-որ մի բան թողել են, որ Նարեկը գա իշխանության, Նարեկը օգտագործի սփյուռքի այդ պոտենցիալը, թե լրիվին տկլորացրել են ու վերջ։ Ժողովուրդ ջան, դե ինչ ասեմ, Նարեկը որ գա իշխանության, մի խոսքով օգտագործելու սփյուռքի պոտենցիալը։ Հոպար, բան, այդ հեչ, տարանքում չկան, սփյուռքն է կարևորը։ Սփյուռքի պոտենցիալով Հայաստանը հզորանալու է։ Ժողովուրդ ջան, ես գիտեք ինչ եմ մտածում, չկա էս մարդկանց մոտ պետական մտածելակերպ գոյություն չունի։ Ինչ է նշանակում սփյուռքի պոտենցիալ։ Սփյուռքի պոտենցիալը կարա օգտագործեն ինչ-որ բիզնեսմեններ, հասկանում եք, բայց ոչ պետությունը։ Ես տենց եմ մտածում, ճիշտը որն է։ Սփյուռքը չի աշխատելու հայկական բյուջեն լցնի։ Պետության բյուջեն։ Սփյուռքը կարող է ինչ-որ բիզնեսմենների բանի ասենք, ինձ մյուսին, ինչ-որ բաներով ասենք, օգնեն հիմնարկ ձեռնարկություններ բացենք, ես մի բան, ու ես տենց եմ հասկանում, չգիտեմ, լավ, մի պետության մեջ հույսը դնել ինչ-որ սփյուռքի պոտենցիալին, ու վերջ, դրանով ավարտեց իր խոսքը, ես չհասկացա, ժողովուրդ ջան։ Դե, կապրենք, իմանանք, ինչ ասեմ։